Արդեն 4-րդ օրն է Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Պաշտոնական Երևանը շարունակում է հերքել Բաքվի հաղորդումները հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան կրկին հայտնել է, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մարտի 18-ին ժամը 22:20-ից մինչև մարտի 19 ժամը 1:40 արևելյան Վարդենիսի վերին շորժայի հատվածներից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հերքել է այս պնդումը։ Անցած կիրակից սկսած Բաքուն 8 մեղադրանք է ուղղել Երևանին։ Երևանը հերքել է եւ կրկին առաջարկել պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Սակայն վարչապետի աշխատակազմը 3 փաստել է, որ մինչ այժմ ոչ մի փաստական տվյալ Բաքուն չի ներկայացրել Երևանին։ Այսօր հայկական կողմը կրկին վերահաստատել է իր այս առաջարկը։ Ադրբեջանը օրեր տևող քարոզչական ագրեսիվ հռետորաբանությունից ու Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածվող ապատեղեկատվական հաղորդագրություններից հետո արդեն հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով ու ուղիղ սպառնալիքներով, այս անգամ նմանատիպ ելույթ ունեցել է Ադրբեջանի փոխնախագահը, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Ասկերով ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարություններին ու կրկին սպառնալիքներ հնչեցրել։ Այն է, որ Հայաստանը պետք է ընդունի առաջարկվող բոլոր պայմանները, հակառակ դեպքում գիտի ինչ պատասխան կստանա եւ որ չպետք է մոռանա, որ երկաթե բռունցքն իր տեղում է։ Եթե սադրանքները շարունակվեն, Հայաստանն ավելի ծանր հարված կստանա։ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ներքին Հան գյուղից տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները քանդել են հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը։ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի խոսքով գերեզմանոցը տեղում է, երևում է, բայց իրենք շինություն են կառուցել մնալու տեղ զորանոց, որը անզեն աչքով երևում է։ Այսինքն հուշարձանի տեղում ադրբեջանական զինուժը զորանոց է կառուցել, ամրացել։ Ներքին Հան գյուղի հին վերին Հան կոչվող տարածքը, որտեղ գյուղի գերեզմանոցն է, գյուղը սնող խմելու ջրի աղբյուրի ակունքը, եկեղեցին, հայրենական պատերազմի զոհերի նվիրված շրջանը 2022 թվականի մարտի 14-ից գտնվում է թշնամու վերահսկողության տակ։ Ադրբեջանցիներն այդ օրը հանգիստ անցել էին միջպետական սահմանը, եկել հաստատվել գյուղի տարածքում, կանաչեղեն հավաքելու բարձրացած ներքին Հանդի գյուղացիներն իրենց գերեզմանոցի տարածքում անսպասելիորեն հայտնաբերել էին թշնամու 5 վրան ու ազատ ելումու տալող ադրբեջանցի զինվորներին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այհան Հաջիզադեի հայտարարություններին, որը գեղձ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների եւ Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Ըստ նրա, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր եւ նպատակ չունի եւ շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ Հայաստանի բանակը կառավարության ենթակա մարմին է եւ գործում է հենց այս տրամաբանությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փառաբանել է Ղարաբաղյան պատերազմը եւ պնդել համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ոչ ոք նման միանշանակ հաղթանակ չէր տարել ինչպես Ադրբեջանը։ Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան այսօր Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում բանալիներ են հանձնել բնակելի Նոր Թաղամասի բնակիչներին։ Գյուղը վերապանվել է Սուգովուշան Ադրբեջանի հսկողության տակացնելուց հետո այստեղ նաեւ մզկիթ են բացել։ Եթե մենք ուղղակի նայենք ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բախումներին, հակամարտություններին, պատերազմներին, եթե նայենք նորագույն պատմության պատերազմներին, ապա կարող եմ նույնիսկ ասել, որ համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ոչ ոք չի հասել այնպիսի միանշանակ եւ լիակատար հաղթանակի, ինչպես Ադրբեջանը, հայտարարել է Ալիևն այսօր Մարտակերտի շրջանում հաստատված ադրբեջանցիների հետ հանդիպմանը։ Մինչև Ալիևը իր կողքն է անում Արցախյան պատերազմի հաղթանակի դափնեկի լինելու հարցում, պարզվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան կազմ պատրաստ է իր ստորագրությունը դնել խաղաղության պայմանագրի տակ։ Նա այդ մասին հայտնել է Facebook-յան էջում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո, գրել է նա։ Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը անդրադարձել է Ադրբեջանում կալանքի մեջ պահվող հայ գերիներին եւ ընդգծել, որ նրանց համար պետք է ապահովի արդար դատաքննության իրավունք եւ բավարար պայմաններ համաձայն իրենց միջազգային պարտավորությունների։ Ըստ Հիպերի շատ կարեւոր է, որպեսզի ենթադրյալ ռազմական հանցագործությունները եւ այլ իրավախախտումները հետաքննվեն թափանցիկ կերպով։ Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարություններն առնչվում են շատ ավելի լայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն եւ տևական խաղաղության հաստատման հարցին։ Ուստի մենք շարունակում ենք կոչ անել Հայաստանին եւ Ադրբեջանին հենվել արդեն իսկ ձեռք բերած հաջողությունների վրա եւ շարունակել առաջընթացը հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ, ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերն ու հավելել, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել այս գործընթացին իր ողջ գործիքակազմով։
Պարոն Փաշինյանի նպատակն ինձ մանդատից զրկելն է եւ դրա համար կա շատ գեղեցիկ ռեալ ճանապարհ լրագրողների հետ զրույցում խոսելով իր դեմ հարուցված քրեական գործից ասել է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Ըստ պատգամավորի իրեն քաղաքական հետապնդման չեն ենթարկում, իրեն ենթարկում են քաղաքական ճնշումների։ Իսկ եթե իր խոսքով ասած իրեն խելոք չպահի, գործը կհասնի կալանքի։ Ինձ մանդատից զրկելու համար կա շատ Մանդատը չի, անձեռնմխելությունից ոչ պարոն Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է։ Եվ ինձ մանդատից զրկելու համար կա շատ գեղեցիկ ռեալ ճանապարհ։ Գյումրու ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրում եւ վարչապետը գնում է արտահերտ ընտրությունների, հետեւաբար բոլորը այդ նաեւ ես զրկում են մանդատից։ Ես ինքս պետական գաղտնիք չեմ տիրապետում, ես կարող եմ պետական գաղտնիքի ծանոթանալ այն պետական գաղտնիքի, որ թույլատրված է պատգամավորին ծանոթանալ, հստակ ընթացակարգով գնում ես համապատասխան բաժին, դիմում ես գրում, խնդրում ես ներկայացնել տվյալ փաստաթուղթը բերում են քեզ ներկայացնում են տեղում կարդում ես, ծանոթանում ես, հետ ես տալիս։ Այդպիսի իրավիճակ ես 7 տարվա մեջ չեմ եղել։ Իսկ եթե խաշի սեղանի շուրջ որևէ պաշտոնյա ամենաբարձր աստիճան պաշտոնյա, ամենաթեկուզ Նիկոլ Փաշինյանը, որևէ իր խոսքի մեջ որևէ բան է ասել, որը պարունակել է պետական գաղտնիք, ես էլ 4 ժամ հետո խորովածի սեղանի շուրջ եմ կիսվել իմ ընկերների հետ, կներեք Թուրքական ոստիկանությունը հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների տեղեկությամբ խոսվում է նաև շորթման եւ կաշառքի դեպքերի մասին։ Բացի այդ, գլխավոր դատախազությունը նրա եւ ավելի քան 100 անձանց դեմ առաջ է քաշում կոռուպցիայի, կաշառակերության եւ ահաբեկիչների հետ համագործակցության մեղադրանք։ Ահաբեկիչների հետ համագործակցության հարցի քննությունը կենտրոնացած է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության քաղաքական թևի հետ քաղաքապետարանի ինչ-որ պայմանավորվածությունների հարցի վրա։ Իբր Իմամօղլուն մունիցիպալ ընտրություններից առաջ դաշինք է ձևավորել այդ կազմակերպության հետ, ինչի արդյունքում նրա անդամները ազդեցություն են ձեռք բերել քաղաքային կառավարման համակարգում։ Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը դատավոր Զենալ Աղայևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ նիստի սկզբում Վարդանյանի պաշտպան Աբրահամ Բերմանը միջնորդությունը ներկայացրել խնդրելով պայմաններ ստեղծել ծանոթանալու նիստի արձանագրությանը եւ դրանից ձայնագրությանը։ Դատավորը բավարարել է այն։ Ավելի ուշ տուժողներ են հարցաքննվել, որոնք հայտարարել են, թե Ռուբեն Վարդանյանին ճանաչում են ԶԼՄ-ներից ու սոցցանցերից, թե տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել տարբեր տեսակի զինատեսակներից ծառայության ժամանակ։ Նրանք դատարանի խնդրել են խստագույն պատիժ սահմանել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 1-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքային հանձնառությունը, նաև ընդգծել ամերիկացի գործընկերների հետ համատեղ կարգավորման հնարավոր ուղիների մանրակրկիտ մշակման պատրաստակամության մասին։ Պաշտոնական Կրեմլը մանրամասներ հրապարակել երկու նախագահների գրեթե 2 ժամ տևած հեռախոսազրույցի մասին։ Պուտինի երախտագիտությունն է հայտնել Թրամփին ռազմական գործողությունների դադարեցման եւ մարդկային կորուստների նպատակին հասնելու ձգտման համար։ Գործընթացի կարգավորմանը հասնելու համար որոշում է ստեղծել ռուսական եւ ամերիկյան փորձագիտական խմբեր։ Ուկրաինայի հակամարտությունը դեռ վաղուց պետք է ավարտված լիներ։ Երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ Ուկրաինայում կարգավորման գործողությունը սկսվի էներգետիկայի եւ ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ հրադադարով։ Նրանք նշել են, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների բարելավումով ապագան հսկայական ներուժ ունի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Սև ծովում զինադադարի շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Դրանք անհապաղ կմեկնարկեն Մերձավոր Արևելքում։ Առաջնորդները քննարկել են ռազմավարական սպառազինությունների տարածումը դադարեցնելու անհրաժեշտության հարցը։ Պուտինն ու Թրամփը զրույցի ընթացքում համակարծիք են եղել, որ Իրանը երբևէ չպետք է հայտնվի այնպիսի դիրքում, որ կարողանա ոչնչացնել Իսրայելը։ Պուտինի եւ Թրամփի զրույցի ժամեր անց Կիևը հարձակվել է էներգետիկ օբյեկտների վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կիևի գործողությունները հատուկ պատրաստված սադրանքի անվանել նախագահ Թրամփի խաղաղ նախաձեռնությունները խափանելու նպատակով։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ առանց Ուկրաինայի մասնակցության խաղաղության մասին պայմանավորվածություններ ձեռք բերելը ոչ մեկի համար ցանկալի արդյունք չի ապահովի։ Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ Կիևն առանց Ուկրաինայի մասնակցության Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած բանակցություններ համարում է ոչ արդյունավետ եւ հետեւաբար չի ճանաչի դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Չեմ ցանկանում վիրավորել որևէ մեկին, բայց չեմ ուզում, որ մենք լինենք Պուտինի ճաշացանկում։ Մենք այս մարդու համար աղցանք կամ կոմպոտ չենք, չնայած նրա ախորժակին։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսինն է նա։ Մենք անկախ պետություն ենք եւ հետեւաբար կարծում եմ, որ սխալ է առանց մեզ մեր մասին բանակցել, քանի որ այդ պարագայում ցանկալի արդյունք չի լինի ոչ մեկի համար։